Սրտի իշեմիկ հիվանդությունը հիմնականում կորոնարանոթների հիվանդությունն է, կորոնարանոթների աթերոսկլերոտիկ հիվանդությունը, չնայած մենք գիտենք, որ կարող ենք ունենալ սրտամկանի իշեմիա, ընդհուպ մինչև ինֆարկտի զարգացում առանց կորոնարանոթների լուրջ հեմոդինամիկ նեղացումների, բայց սա ավելի քիչ տոկոս հավանականությամբ, հետևաբար ավելի տարածված հիվանդությունը, որ մենք տեսնում ենք, դա սիրտը սնուցող զարկերակների, կորոնար զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումն է։ Հիվանդությունը քրոնիկ բնույթ է կրում, իշեմիկ աթերոսկլերոտիկ հիվանդությունը քրոնիկ բնույթ է կրում եւ երբեմն այն առաջին արտահայտման ձևը լինում է հենց սրտամկանի ինֆարկտը, այսինքն բուժառուն չի ունենում երբևէ գանգատ, ուղղակի հենց ինֆարկտն է լինում առաջի արտահայտման ձևը եւ լինում է նաեւ ընթացիկ գանգատներով ուղեկցվող, որը նաեւ ստիպում է բուժառուին դիմել բժշկի ավելի վաղ շրջաներում եւ ինչ որ ձևով նույնիսկ կարողանում են կանխարգելել սրտամկանի ինֆարկտի առաջացումը։